Առաջին լրատվականը շարունակում է իր աշխատանքը եթերում, բարի օր։ Երեկ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության պետական սահմանի մասին օրենքի 16-րդ հոդվածին հղում անելով, որը վերաբերում է վարակիչ հիվանդությունների տարածման սպառնալիքի դեպքում պետական սահմանով հաղորդակցության ժամանակավոր դադարեցմանը, հայտարարեց, որ կառավարությունը արտահերթ հեռակավորոշում կընդունի Իրանի Իսլամական Հանրապետության հետ հաղորդակցությունը 2 շաբաթով դադարեցնելու մասին։ Մասնավորապես կդադարեցվի Իրան-Հայաստան օդային հաղորդակցությունը ու Մեղրիի սահմանային անցակետով անձանց մուտքը Հայաստան։ Հանձնաժողովի այսօրվա նիստից հետո որոշումն ընդունված է եւ Իրան-Հայաստանի Հանրապետություն սահմանը 2 շաբաթով այլևս փակ է։ Նշեմ, որ ավելի վաղ ժամանակավորապես դադարեցվել էր Չինաստանի հետ ազատ արտոնագրերի ռեժիմը COVID-19 վիրուսի համաճարակի կանխման նպատակով։ Թեմային այսօր անդրադառնալու եմ Չինաստան Եվրասիա քաղաքական եւ ռազմավարական հետազոտությունների խորհրդի ղեկավար, քաղաքական գիտությունների թեկնածու Մհեր Սահակյանի հետ բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերին։ Շնորհակալություն հրավերքի համար։ Պարոն Սահակյան, քանի որ դուք շատ ավելի սերտ կապեր ունեք հենց Չինաստանի հետ, այնտեղ բնակվող թե չինացիների ու թե նաև հայերի հետ, վստահ եմ Չինաստանում դեպքերի զարգացումներին շատ ավելի լավատեղյակ եք, քան մենք։ Լրատվամիջոցների ներկայացած ինֆորմացիան շատ հաճախ հակասական, այսպես տարեր է պարունակում, այդ իսկ պատճառով կխնդրեի ներկայացնել, թե իրավիճակը պայծառությամբ ձեր տեղեկություններով ինչպիսին է Չինաստանում։ Ներկայումս իրավիճակը Չինաստանում դեռևս մտահոգիչ է։ Այսինքն թե մահացությունների թիվն է աճում, թե աշխարհագրությունն է մեծանում վարակի սփռման եւ իհարկե Չինաստանը մեծ երկիր է, ունի հնարավորություններ եւ ամբողջ իր ռեսուրսները կենտրոնացրել է այս վարակի դեմը առնելու համար։ Համենայն դեպս սա կատարվում է, բայց քանի որ դեռևս վակցինը չի գտնվել այս հիվանդության, կարելի է ասել, որ Չինաստանը փորձում է նաեւ ժամանակ շահել։ Այսպես մենք Չինաստանում տեսնում ենք, որ անցուղ պատերազմ է գնում, այսինքն իրականում դա պատերազմ է, բայց անցուղ պատերազմ է։ Ահռելի միջոցներ են տեղակայված հատկապես Վուխան քաղաքում, որը 11 միլիոն բնակիչ ունի, հենց դա էր առնվեք առանցինի տակ, բայց հետագայում սրանով չսահմանափակվեց Չինաստանը եւ ամբողջ նահանգը 56 միլիոնանոց Խուբեյը վերցրեց առանցինի տակ եւ չինական բանակի ռազմաբուժական անձնակազմի մի ահռելի թիվ ուղարկվեց այնտեղ։ Էլի եմ ասում, որ դեռ վակցինը չի գտնվել, հիվանդությունների թիվը մեծանում է եւ կարծես դեռևս չինացիները փորձում են ժամանակ շահել այնքան, մինչեւ որ գիտնականները վերջնականապես վակցինը կգտնեն եւ բուժումը կկատարվի։ Ճիշտ է, հիմա փորձում են նաեւ արյան պլազմայով բուժել, այսինքն այն հիվանդները, այստեղ մի բան պետք է նշենք, որ հիվանդությունը ավելի շատ վտանգավոր է նորածինների համար եւ տարիքով մեծ մարդկանց համար, ովքեր նաեւ ունեն որոշակի շնչառական խնդիրներ, երիտասարդները ավելի շուտ են վերականգնվում եւ կան նաեւ բուժման դեպքեր, այսպես պետք է ասենք, որոնք հասնում են արդեն հազարների, բայց այստեղ մի զգուշություն էլ է պետք իրարել, քանի որ խոսում են, որ բուժվել են, բայց չինացիները նրանց դեռևս բուժվելուց հետո էլ պահում են կարանտինի տակ, որպեսզի հասկանան, արդյոք այս հիվանդությունը կրկնվելու հիմք ունի, թե չէ։ Արյան պլազման են օգտագործում բուժման համար, նույնիսկ ցիահի դեմ օգտագործվող տեղերը, տեսնենք ինչ կլինի։ Չինաստանում պաշտոնական տեղեկատվության համաձայն վիրուսով հիվանդացածների թիվը պայծառությամբ արդեն հասնում է 77500-ի, վարակվածներից 25000-ը առողջացել է, վիրուսից մահացածների թիվը մոտ 3% է, թեպետ սա դեռ կհստակեցվի համաճարակի աղթարից հետո միայն։ Ըստ ձեզ, դուք նշեցիք, որ Չինաստանը լրջագույն այսպես միջոցներ է կիրառում, թեպետ եւ հակավիրուս դեռևս չկա։ Այդուհանդերձ ոմանց կարծիքով դրանք բավարար չեն։ Էլ ինչ պետք է արվեր, որպեսզի վիրուսը չտարածվեր, թե սա դրես հնարավոր չէր կանխվել։ Այստեղ պետք է մի բան նշենք, որ Չինաստանը սրա մասին սկսեց խոսել հունվար ամսից։ Այնինչ խնդիրը առկա էր դեկտեմբերից։ Դժվարանում եմ ասել կոնկրետ երբանից էր առկա, բայց եթե այդ մարտիկ մինչև կարանտինը հայտարարվել է դուրս եկան, ճանապարհորդեցին եւ այս հիվանդությունը տարածվեց, ապա պետք է նշենք, որ այո, միգուցե դա կար նաեւ դեկտեմբերին, բայց սրա մասին կոնկրետ ինֆորմացիա համենայն դեպս ինձ հայտնի չէ։ Սրանից ավել թե ինչ պետք է անել, քան չինացիները, որ 56 մարդու ուղակի փակել են եւ տեսեք ոչ միայն Խուբեյն է, այսինքն փակ, այլ լայվ նույն մյուս մեծ քաղաքի բնակիչներին թույլ չեն տալիս, այսինքն շատ սահմանափակ է շարժը։ Ասենք յուրաքանչյուր ընտանիքից մի հոգի ունի այսպես թույլտվության թուղթ, որ իրավունք ունի գնա սուպերմարկետներ, այնտեղից առևտուր անի եւ հետ գա, ճիշտ է, հիմա փորձ է կատարվում նաեւ մյուս քաղաքներում ստաբիլիզացիա, որովհետեւ այս վիճակը Չինաստանի տնտեսությանը մեծապես
վնաս է տալիս, այսինքն մարդիկ տանստակ չեն աշխատում, տնտեսությունը չի շարժվում, Վուխանը գտնվում է կարևոր այսպես տնտեսական եւ տրանսպորտային հաբում եւ նա հիմա փակ է եւ Չինաստանը տնտեսական վնասներ է կրում, հիմա պետք է ինչ-որ ձև գտնեն այդ մարդկանց գոնե հանեն աշխատանքի։ Չինաստանում ապրող հայեր ովքեր վարակվել են կորոնավիրուսով կան ձեր տեղեկությունները։ Իմ ունեցած տվյալներով եւ կարծում եմ որ դրանք հավաստի են, մենք դեպք չունենք։ Վարակված չինահայի դեպք չկա եւ վերջերս եւ նրանցից շատերը հիմա վերադարձան Հայաստան, Փարքաստու հետ 14 օր անցավ ինկուբացիոն շրջանը եւ Փարքաստու որ համենայն դեպս հայտնի չէ որ նրանցից ինչ որ մեկը հիվանդացել եւ նրանք մի շատ գեղեցիկ այսպես քաջալերող վիդեո սարքեցին տարբեր քաղաքներից Հայաստանից եւ նվիրեցին Չինաստանին քաջալերելու համար, որի անունն էր Առաջ Չինաստան, առաջ Վուխան։ Իդեպ նշում են նաեւ որ շատերը պարզապես չեն վերադարձել Հայաստան հայերից, որովհետեւ կարծում են որ այստեղ առողջապահության այսպես միջոցները վիրուսի դեմ պայքարելու բավարար չեն, այդ իսկ պատճառում նախընտրել են մնալ Չինաստանում։ Դուք սրա հետ կապված տեղեկատվություն եք թե։ Իմ ունեցած տվյալներով, որը վերջերս էր կատարել Չինաստանի հայկական համայնքը, Չինաստանում բնակվում է 800 հայ, այսինքն 800 հայ ասելով պետք է հասկանանք ոչ միայն Հայաստանի քաղաքացիները, այլ երևի այդ 800-ից 400 հոգին միայն սփյուռքահայեր են, թեև նրանք ընդհանուր Չինաստանի հայկական համայնքը բոլորը միասին են, այսինքն ընդհանուր են հասկացվում, եւ իհարկե հենց այդ սփյուռքահայերից շատերը կան, որ օրինակ Սիրիայից են, Լիբանանից են եւ այլ շատ տեղերից են, որ մնացել են այնտեղ։ Այնտեղ են մնացել այո նաեւ Հայաստանի քաղաքացիներ, շատ քաղաքացիներ, որոնք իրենք են նախընտրել մնալ այնտեղ։ Նշում են, որ Չինաստանից դուրս կորոնավիրուսի դեպքերի թռիչքաձևաճը համաճարակի իսկողությունից ամբողջությամբ դուրս գալու մասին է վկայում, ուսախիստ մտահոգիչ է հատկապես վերջին մի քանի օրերի ընթացքում Իտալիայում կորոնավիրուսի արագ տարածման, ինչպես նաև արդեն մեր հարևան Իրանում վիրուսից որոշ աղբյուրների փոխանցմամբ 50 եւ ավել մահացության դեպքերով պայմանավորված, նշում են, որ վիրուսի Հայաստան մուտք գործելը արդեն փաստ է, անգամ եթե պաշտոնական տեղեկատվություն չկա դրա վերաբերյալ, քանի որ Իրանում նույնպես ի սկզբանե վիրուսի տարածման հանգամանքը թաքցվել է։ Սրա հետ կապված տեղեկատվություն կա։ Այո, դուք ճիշտ եք, սա արդեն դարձել է միջազգային անվտանգության հիմնախնդիր։ Այսինքն մենք եթե նայենք միջազգային հարաբերությունները որպես միջազգային անվտանգության դիսցիպլին, ապա այստեղ կարևորագույն տեղ ունի նաև անվտանգությունը եւ առողջապահությունը։ Եվ եթե մենք տեսնում ենք, որ արդեն սա ոչ միայն առկա է Չինաստանում, այլ նաև առկա է նույն Իրանում, առկա է նույն Իտալիայում, խոսում են որ Ռուսաստանում երկու դեպք կա Թայլանդ, Հոնկոնգ, այնտեղ ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, այսինքն սա արդեն դարձել է միջազգային անվտանգության հիմնախնդիր։ Սա արդեն միայն Չինաստանի հարցը չէ եւ ամբողջ աշխարհն է թվում է պետք սրա դեմ պայքարի։ Ես կարծում եմ, որ Հայաստանը մի փոքր դանդաղեց Իրանի հետ կապված։ Եթե Չինաստանի հետ կապված միանգամից, այսինքն շատ արագ արձագանքը եղավ, համենայն դեպս վիզայի չեղարկման հետ խնդիրը, որովհետեւ արժևում չինական նոր տարիներ, ապա այստեղ մենք դանդաղ գործեցին, շատ դանդաղ գործեցին եւ այսօր միայն այսօր է փակվում այդ սահմանը։ Պարզ է, որ այս ընթացքում արդեն հարյուրավոր մարդիկ ելքու դուրս են արել այդ սահմանում եւ հարց է հիմա այդ վիրուսը Հայաստանում կա թե չկա։ Այսինքն այստեղ պետք է մենք հասկանանք, եթե մենք ունենք ներկայացուցչություններ, այդ ներկայացուցչությունների գործը ոչ միայն այնտեղ ինչ-որ հյուպատոսական ծառայություն մատուցելն է կամ բանակցությունների գնալն է, այլ ընդունելություն է, նրանք նաև պետք է ունենան երկրին տեղեկատվություն, նաև որոշակի, այսպես կոպիտ եմ ասում, տնտեսական գործունեություն կատարել, այսինքն ինֆորմացիան մենք պետք է Հայաստանում ունենանք դեպքերի 6-7 օր առաջ, այլ ոչ թե Հայաստանի ներսում որոշ գիտնականներ իրենց ներքին ալիքներով կամ պաշտոնյաներ իրենց ներքին ալիքներով հարց իմանան ձայն բարձրացնեն, նոր այնտեղից սկսեն ինչ-որ բան անել։ Այսինքն սա պետք է նաև մեր մյուս երկրների դեսպանատների համար խիստ հասկանալի լինի, որ նրանք այնտեղ ինֆորմացիա պետք է մատակարարեն Հայաստան եւ նման դեպքերում պետք է գործեն շատ արագ է պետք գործել։ Իսկ Հայաստանի կողմից ձեռք առնված քայլերը բավարար են ըստ թե ոչ, թեպետ նշեցիք, որ Իրանի դեպքում ինչ որտեղ կարելի է ուշացած համարել, այնուամենայնիվ։ Միանշանակ ուշացումը կար եւ բայց տեսեք իրանական նոր տարին սկսվում է այս տարի, եթե չեմ սխալվում, մարտի 20-ին է սկսվում, տորերը տարբեր են լինում ըստ տարիների եւ այստեղ պետք է նշեմ, որ մենք պետք է սպասեինք այդ օրին 15-ից 20 հազար իրանցի։ Այսինքն տեսեք ինչ էր հնարավոր կատարվել։
ինչ հնարավոր է տեղի ունենալ, նայեք այնտեղ արդեն մարդիկ գիտեն, որ դա տեղի ունեն Ղոմում, իրենց սուրբ քաղաքում է այդ իրավիճակը, Թեհրանում եւ այլ քաղաքներում, պարզ է որ նստելու են ամենաառաջի ավտոբուսը եւ դուրս գային այն երկիր, որտեղ վիզա չունեին։ Այստեղ պետք է նաեւ ծայրահեղականության չգնալ։ Այսինքն ինչ է նշանակում ծայրահեղականության չգնալ, որ ամբողջովին չփակել սահմանը։ Ամբողջովին սահմանը չպետք է փակվի, ես սա ինչու եմ ասում, որովհետեւ նույնիսկ որոշ մարդիկ, պատգամավորներ եւ այլն այս հարցը բարձրացնում են, այսինքն պետք է ուղղակի առանց վիզայի ռեժիմը կասեցնել, որպեսզի մենք հասկանանք, քանի հոգի է մտնում Հայաստան եւ այդ 10-20 հազար այդ անկառավարելի մասան չունենանք Հայաստանում։ Բայց տնտեսական հարաբերությունները, ապրանքների ելք ու դուրսը պետք է հետևել եւ տեսեք ինչ 10-20 հազար հոգու դու վերահասկես չես կարող քո ունեցած միջոցներով ինչ 100-200 վարորդի կարող ես ամենայն դեպս պայմանավորվել, որ նրանք բերեն ինչ-որ բժշկական թուղթ, դու էլ տեղում ստուգես, հետևես թե նա որ ասենք որ ընկերություն է գնալու, որտեղից է դուրս գալու, գոնե այս փոքր շարժը պահվի, բայց իհարկե առանց սահմանը փակվելու, բայց այս քայլը որ վիզայի ազատ ռեժիմը հանվի կանխվի ժամանակավորապես, սա անհրաժեշտություն է։ Ես մեջբերեմ կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի նիստի արդյունքում այսօրվա ընդունված որոշումից երկու շաբաթով դադարեցնել ցամաքային հաղորդակցությունը Իրանի Իսլամական Հանրապետության հետ, սա առաջին կետը, օդային հաղորդակցության նկատմամբ կիրառել ոչ ամբողջական սահմանափակումներ, Իրանի Իսլամական Հանրապետության հետ բեռնափոխադրումները իրականացնել առանց սահմանափակումների, կիրառելով վարորդների նկատմամբ հատուկ հսկողության ռեժիմ, որևէ սահմանափակում չկիրառել Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների հայրենիք վերադառնալու համար, երկու շաբաթվա ընթացքում բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության հետ լինել սերտ հաղորդակցության մեջ, ամբողջացնել տեղեկությունները ԻՀՈ-ում կորոնավիրուսի տարածման ծավալների վերաբերյալ հետագա անելիքները ճշգրտելու համար։ Սա ամբողջապես բավարարական է։ Բայց նշում են, որ գաղտնի շրջանը տվյալ պարական կորոնավիրուսի բավականին երկար եւ շատ հաճախ դժվար է հայտնաբերել տվյալ վիրուսը որևիցե մեկի մոտ վաղ շրջանում։ Այդ դեպքում, եթե անգամ մեր հայրենակիցների վերադարձը մենք թույլ ենք տալիս եւ հետագա հսկողություն չենք իրականացնում, չեք գտնում, որ հետևանքները կարող են մեր դեպքում նույնպես ծանր։ Միանշանակ ճիշտ է, ես սա առաջարկել էի Չինաստանի ժամանակ, նույնն էլ ասել եմ Իրանի ժամանակ եւ օգտագործելով նաեւ այս պլատֆորմը, որը դուք եք ընձեռնում, կցանկանայի պատասխանել ձեր հարցին հետեւյալ կերպ, որ այո, կա խոսվում է 14 օրվա մասին, որ այդ ինկուբացիոն շրջանը տևում է 14 օր, այսպես որոշ էքսպերտներ նշում են նաև could be բառը, այսինքն կարող է լինել նաև 29-39 օր, բայց եկեք այստեղ կենտրոնանանք, թե ինչ է ասում նաև համաշխարհային առողջապահության կոմիտեն եւ ինչ են նրանք ասում, նրանք համենայն դեպս նշում են 14 օր, այսինքն կարելի է առանձնացնել ինչը որ ես ասում եի նաև Չինաստանի համար մի հիվանդանոց կտրված քաղաքից իր առանձին ջրային համակարգով այդ մարդկանց տանել այնտեղ ապահովել շատ լավ պայմաններ բուժօգնություն առանձին տեղերով այդ մարդկանց կարանտինը անցկացնել այնտեղ եւ հետո թույլ տալ որ նրանք վերադառնան իրենց գործերին։ Հայաստանի Հանրապետությունը գտնում է որ դրա անհրաժեշտությունը չկա։ Սա իմ առաջարկն է, թե ով է դա գտնում, արդեն կարելի է իրեն հարցնել, թե ինչու է այդպես գտնում, որովհետև սա նաև միջազգային փորձն է ցույց տալիս, որ այդպես է։ Իրանի տվյալներից մեջբերեմ վիճակագրական տվյալներից Իրանի առողջապահության նախարարությունում ձևավորված կորոնավիրուսի կանխարգելման շտաբի տարածած հաղորդագրության համաձայն առավոտյան ժամը 10-ի դրությամբ կորոնավիրուսից վարակվածների եւ մահվան դեպքեր չեն արձանագրվել, այնինչ իրանցի թիմ պաշտոնյաներից մեկը միջազգային լրատվականներից մեկին հայտնել էր, թե պայծ դրությամբ արդեն 50 զոհ ունեն ոչ պաշտոնական որոշ տվյալների համաձայն համաճարակի իրական չափերն ու մահացության դեպքերն անգամներ ավելի են, սակայն դա չի հանրայնացվել ընտրությունների գործոնով պայմանավորված, ինչպես նաև խոճապ չտարածելու համար։ Կարող է նույնը նաև տեղի ունենալ Հայաստանի Հանրապետությունում, այսինքն թաքցվել պաշտոնական այսպես տեղեկատվությունը խոճապ Գիտեք, ես նաև երկար տարիներ կապ ունեմ Իրանի հետ եւ վերջերս էի հենց Իրանում, այնտեղ պետք է հաշվի առնենք նաև տեղի էին ունենում, այսպես ասած, հեղափոխության նվիրված տոնակատարումները, բազմությունը պետք էր ապահովել եւ Իրանը ինչ խոս ավտորիտար երկիր է եւ այնտեղ նման մենք չպետք է զարմանանք, որ ստանանք ոչ ճշգրիտ ինֆորմացիա կամ նման դեպքերում ուղղակի ընտրությունների ժամանակ այդ ինֆորմացիան, որ երկրում կար կորոնավիրուս, նրանք փորձեին ինչ-որ ձևով ծածկել, ես չեմ կարծում, որ Հայաստանը համենայն դեպս ժողովրդավարական երկիր է եւ մենք բոլորս ենք դրան ձգտում, չեմ կարծում, որ որևիցե ինֆորմացիա կկոծկվի եւ սա եթե կոծկվի, դա կլինի ամենամեծ սխալը։
Իսկ քաղաքական հետևանքները ըստ ինչպիսին կարող են լինել առհասարակ կորոնավիրուսի համաշխարհային համատեքստում, եթե փորձենք դիտարկել դուք մեր զրույցի սկզբում տնտեսական հետևանքներին հակիրճ անդրադարձարեցիք տվյալ պարագայում Չինաստանի դեպքում, բայց այս պահին միայն Չինաստանը չէ, որ դժում է կորոնավիրուսից, երկրորդ տեղում կարծես թե Հարավային Կորեան է, որոշ տվյալներով անգամ Իրանը, եւ այսպես ցուցակը համապատասխանաբար շարունակվում է։ Իտալիայում բավականին լուրջ խնդիրներ կան համաճարակի տարածման չափերի հետ կապված եւ ի դեպ, քանի որ մեր սահմանային այսպես անցուդարձը սահմանափակել ենք Իրանի եւ Չինաստանի հետ, արդյոք չարժե նույն քայլերը կիրառել Իտալիայի դեպքում։ Շատ ճիշտ հարցադրում եք բարձրացնում, այո, ինչպես մեր զրույցի ժամանակ նշեցինք, սա արդեն միջազգային անվտանգության հարց է, միայն Չինաստանի խնդիրը չէ, եւ պետք է նաեւ հաշվի առնենք, որ ՀՆԱ-ով Չինաստանի երկրորդն է, իսկ իր նաև եթե դրան գումարենք երկրորդ տնտեսությունը առաջին ԱՄՆ-ն է, իսկ եթե նաև դրան գումարենք այդպես գնումներ կատարելու հզորությունը, ապա գումարած հնան նա առաջինն է։ Այսինքն եթե աշխարհի ամենամեծ տնտեսությունը գտնվում է նման ծանր վիճակում, սա նաև ազդում է մյուս չմոռանանք, որ Չինաստանը աշխարհի արտադրամասն է, այսօր այդ արտադրամասը կանգնած է։ Չմոռանանք այն, որ չինացիները միլիոններով տուրիզմի էին գնում եւ այդքան փող էին ծախսում արտասահմանյան երկրում, այսօր դա չկա։ Չմոռանանք, որ Չինաստանը այսինքն ինքն էր արտահանում, ինքն էր գումարներ ստանում, հետո այդ գումարները նաև ֆռռում էր, այսպես կոչված մեկ գոտի մեկ ճանապարհ նախաձեռնության շրջանակներում Չինաստանը այսօր մեծ կորուստներ է կրում։ Հարավային Կորեան եւս աշխարհի մեծ տնտեսություններից մեկն է, իսկ Եվրոպան, Իտալիայի առաջատար երկրներից մեկն է, այնտեղ էլ այսօր տեսա, որ նույնպես կարանտին է հայտարարված որոշ քաղաքներում, այսինքն պետք է մենք հասկանանք, մեր մեջ լսվում էին ձայներ, թե պետք չէ փակել, ոչ թե փակել, այլ ազատ վիզայի ռեժիմը ժամանակավորապես կասեցնել Իրանի հետ, բայց այստեղ ինչ է կատարվում, եթե Իտալիան փակում է իր սեփական երկրի քաղաքներից 2-3-ը, մենք իրավունք ունենք մեզ նման շռայլություն թույլ տալ հարևան երկրի հետ կապված։ Իհարկե ոչ, եւ կալվերի նույն Իրանի կողմից հաշվի առնելով համաշխարհային այսպես իրավիճակը։ Կարծում եմ, որ ոչ, եւ այստեղ առաջնահերթը մեր ազգի անվտանգությունն է։ Ով մեզ ոնց կհասկանա, դա խնդրի մյուս կողմն է։ Մենք ունենք առաջնահերթ ազգի անվտանգությունը ապահովելու խնդիր։ Եվ վերադառնալով հարցին, իհարկե այս ամբողջ խնդիրը կորոնավիրուսի հետ կապված մեծապես վնասում է համաշխարհային տնտեսությունը։ Եվ սա հնարավոր է, եթե ես հույս ունեմ, համենայն դեպս հաշվի առնելով չինացիների այսպես համբերատարությունը, որ ես գիտեմ ունեմ ներքին ինֆորմացիա, որ արդեն կա երկու դեղամիջոց, բայց սա դեռ փորձարկվել է, սա դեռ փորձարկվում է եւ մինչեւ սա վերջնական դրական արդյունք չտա, սրա մասին դեռևս նրանք չեն հայտարարում։ Այստեղ տեսեք, ես ասեցի, դուք եք նշեցիք, նույնիսկ թիվ տվեցիք, թե ինչքան մարդ է բուժվել, բայց նույնիսկ դրանց դեռ չեն շատերին չեն թույլ տալի, որ մեծամասնության թույլ չեն տալի, որ նրանք վերադառնան տուն, որովհետեւ դեռ վաղ կա, որ կարող է դա հետ կրկնվել եւ նրանց սպասում են, որպեսզի հասկանան, որ դեղամիջոցներ այստեղ այդ երկուսից ազդել, բայց հիմա դեռևս լռություն է, այսպես սպասում են, այսինքն դա իրեն ցույց կտա մոտարապես հունիս, մայիսի վերջ հունիս, թե ինչքանով որ դա այդ վակցինաներից մեկը սա ազդեց այդ հիվանդության վրա։ Հետազոտություններ է կատարվում նաեւ Ավստրալիայում, հետազոտություններ է կատարվում նաեւ Մեծ Բրիտանիայում, նրանք եւս փորձում են այսպես իրենց համասարանների միջոցներով օգնել չինացիներին հարցը լուծել, որովհետեւ հասկանում են, որ սա արդեն միջազգային խնդիր է։ Նշեմ, որ ամերիկյան մի կազմակերպություն նույնպես հայտարարել է, որ կարծես թե դեղամիջոցը գտել է կորոնավիրուսի դեմ, թեպետ ինչպես գիտեք, Միացյալ Նահանգներում սա նույնպես պետք է փորձարկվի բավականին երկար ժամանակ, մինչև թույլ կտան արդեն կիրառել պրակտիկան։ Շատ շնորհակալ եմ ձեզ զրույցի համար։ Շնորհակալություն հետաքրքիր հարցերի համար։ Իսկ ես հեռուստադիտողին եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ այսօր առաջին լրատվականի տաղավարում էր Չինաստան, Եվրասիա քաղաքական եւ ռազմավարական հետազոտությունների խորհրդի ղեկավար, քաղաքական գիտությունների թեկնածու Մահեր Սահակյանը։ Մնացեք առաջին լրատվականի հետ։